Հայր, հեռացրու ինձանից այս բաժակը, բայց ոչ թե իմ կամքը, այլ թող կամքը թող լինի։ Եվ հիմա ես հենց դրա համար եմ եկել, որպեսզի այս բաժակը խմեմ։ Հոգիս հոժար է, մարմինս տկար։ Եվ կխմեմ այս բաժակը, թող քո կամքը լինի։ Այս փոքրիկ երկխոսությունը հայր եւ որդի Աստծո միջև մեզ համար է։ Մեր Տերը Հիսուս Քրիստոս սանով ցույց է տալիս փրկagorցության խորհուրդը։ Քրիստոս հենց դրա համար էր եկել աշխարհ, որպեսզի չարչարանքների բաժակը խմի։ Որքան եմ կամեն, որ այս բաժակը խմեմ եւ մի մկրտություն ունեմ, որով պետք է մկրտվեմ, այսինքն խաչելության, նահատակության բաժակը եւ մարտիրոսության մկրտությունը, սանով պետք է մկրտվեր։ Քրիստոս սրա համար է եկել աշխարհ։ Բայց այս Գեթսեմանի պարտեզի աղոթքը, որի ժամանակ առաքյալները քնած էին, ննջում էին, չէին հասկանում, թմրած էին, մեզ համար օրինակ թողեց մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Ցույց տվեց, որ ինքը ամբողջ մարմնով էությամբ է տանջվում, չարչարվում, հանում մարդկության փրկության։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, մեր մարմինը մեղավոր մարմին է, Քրիստոսի մարմինը անմեղ մարմին է։ Մեր մարմինը մահկանացու է, Քրիստոսի մարմինը կուսածին մարմին է։ Մենք ամուսնական անկողինից ենք ծնվում, Քրիստոս Սուրբ Հոգուց ծնվեց։ Այլ է մեր մարմինը, այլ է Քրիստոսի մարմինը։ Քրիստոսի մարմինը, ասում է, չարչարանքները աչքի բիբի նման էր զգում։ Մարդու ամենանուրբ անդամը որն է, աչքի բիբը, չէ՞, մի հատ սուր բան խփես կծակվի։ Այդպես էլ Քրիստոսի ամբողջ մարմինը աչքի բիբի զգայունություն ուներ։ Եվ չարչարանքները հենց ամբողջությամբ է զգում։ Եվ երբ զգաց այդ ամբողջ մարդկության մեղքի պատիժը, որ իր վրա կրեր, մեր անունից մեզ հորդոր օրինակ թողնելու համար ասես, Հայր, անցկացրու ինձ այս բաժակը։ Եկեղեցու սուրբ հայրերն ասում են, որ Քրիստոս խաչի վրա մենակ 3 ժամ չէ, որ մնաց, այլ իր ծննդյամբ հենց ամբողջ իր կյանքը խաչելություն էր, նահատակություն էր։ Խաչի վրա 3 ժամ է մնացել, բայց Քրիստոսի ամբողջ կյանքն էր խաչելություն։ Ինքը զգում էր միշտ մարդկության չարչարանքներ, որտեղ Աստված է, Աստծո համար ժամանակ չկա։ Եվ այդպես մեզ համար ցույց տվեց, թե ինչ եմ կրում ձեզ համար։ Հոգիս հոժար է, բայց մարմինս տկար։ Եվ այս Քրիստոսի հետ խաչելության խորհուրդը բացահայտ Արեգակի խավարումով երևաց։ Արեգակը չդիմացավ Քրիստոսի խաչելության ժամին, ասում է, աչքերը փակեց, Արեգակը խավարեց։ Չէր կարող նայել, որ Արարչին խաչում է։ Լուսինը արյան գույնով ներկվեց։ Լուսինը արյուն արտասուք էր թափում։ Երկիրը շարժվեց, երկաշարժ եղավ, երկաշարժը դու տեսել եք, չէ՞, ինչ ձայներ է լսում, սենց ձայներ է լսում, այդպես էլ երկիրը իր բերանը բացել էր, երախը բացել էր, աղաղակում էր, պատռվել էր երկիրը, տեսել եք երկաշարժի ժամանակ սենց հողը բացվում է, երկիրը պատռվում է, երախը բացվում է ու աղաղակում, Արարչին են խաչում, տաճարի վարագույրը վերից վար պատռվեց, տաճարը ինչ է խորհրդանշում, խորանը խորհրդանշում է երկինքը, վարագույրը փակում է խորանը, չէ՞, այդպես էլ երկինքը փակված էր, բայց բացվեց, կարծես երկինքը իր պատմուճանն էր պատռվում էր երկինքը, երկիրը, Արեգակը, լուսինը, ամբողջ արարչությունն էր աղաղակում,
մեռելներն էին հարություն առնում, վկայում են Քրիստոսի խաչելություն։ Հա այս բոլորը տեղ ունեցավ Քրիստոսի խաչելության ժամին։ Ոչ միայն Քրիստոս էր ինքը ամբողջապես զգում այդ չարչարանքները, մարդկության մեղքի պատիժը իր մարմնի վրա, ամբողջ արարչությունն էր Քրիստոսի հետ չարչարվում, բացի մարդուց։ Կենդանիներ, արարչությունը ամբողջ չարչարվում էր Քրիստոսի հետ, մարդը Քրիստոսին էր չարչարում։ Տեսեք մարդու ապերախտություն։